Բեժանյան ընդհանուր իհարկե կներկայացնենք, բայց երևի թե սկսենք երկու նոր կարգավորումներից, որոնք ուժի մեջ են մտել 3 ապրիլի 1-ից, մեկը վերաբերում է դպրոց հաճախող միգրանտների երեխաներին, որոնք կարծես թե ռուսաց լեզվի մատչան թեստավորում արդեն պարտադիր պետք է անցնեն, եւ մյուսը վարորդական իրավունքներին, խնդրեմ։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Այո, ապրիլի 1-ին ուժի մեջ մտան երկու փոփոխություններ օտարերկրացի երեխաների ՌԴ-ում դպրոցում սովորելու համար, այլևս անհրաժեշտ է ռուսերենից անպայման քննություն հանձնել, եւ անցողիկ շեմը չհաղթահարած երեխաները ուղղակի չեն կարող սովորել դպրոցում։ Ինչպես նաև կստուգվի երեխայի ծնողների եւ երեխայի Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու օրինականությունը։ Ես այստեղ ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել բոլոր այն մեր հայրենակիցների, ովքեր Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ընտանիքներով եւ որոնց երեխաները այս պահին էլ սովորում են դպրոցներում։ Ճիշտ է, մինչ այդ էլ արդեն սկսել էին արդեն իսկ փետրվարի 5-ից ստուգել արդյոք երեխաները օրինական են գտնվում Ռուսաստանի Դաշնությունում, բայց պետք է հաշվի առնել, որ սկսած ապրիլի 1-ից խիստ ստուգումներ են լինելու Ռուսաստանի Դաշնության բոլոր դպրոցներում, որ եթե երեխաները օրինակ գրանցումը իրենց կեղծ է կամ գրանցման ժամկետը լրացել է, ապա պատժվելու են նաև ծնողները եւ եթե նույնիսկ ծնողը օրինական է գտնվում, ապա հնարավոր է նաև նրա օրինական գտնվելը չեղարկվի եւ հնարավոր է նաև արտաքսում լինի ծնողների եւ երեխաների։ Այս փուլում այն հայ միգրանտները, որոնք գտնվում են Ռուսաստանում, ինչ ունեն անելու, թե իրենց փաստաթղթերը կարգի բերելու առումով, թե երեխաներին պատրաստում են դպրոց տեղավորել, միգուցե նոր են տեղափոխվել, ինչ ընթացակարգ է սպասվում։ Առաջինը ոչ մի պարագայում կեղծ ռեգիստրացիա չգնել։ Կեղծ ռեգիստրացիան ուղիղ տանելու է դեպի քրեական դաշտ եւ եթե չդատեն, ապա միանշանակ արտաքսելու են։ Ես ուղղակի խնդրում եմ կեղծ ռեգիստրացիաներ մի գնեք։ Իրական ռեգիստրացիա արեք ձեր բնակության վայրում, ձեր երեխաներին նույնպես։ Հաջորդը անպայման մինչև Ռուսաստանի Դաշնություն մեկնելը երեխաների հետ պարապեք, տվեք պարապելու ռուսաց լեզու, եթե պատրաստում եք, որ ձեր երեխան պետք է դպրոցում սովորի, որովհետև հարցերի 90%-ին պետք է երեխաները ճիշտ պատասխանեն։ Այլապես չեն կարող հաղթահարել անցողիկ շեմը։ Անցողիկ շեմը հենց 90%-ն է։ Առաջին դասարանցիները պետք է տրված 10 հարցից 9-ին ճիշտ պատասխանեն, 2-ից 5-րդ դասարանցիները 20 հարցից 18-ին առնվազն պետք է ճիշտ պատասխանեն, 6-ից 9-րդ դասարանցիները 22-ից 20 հարցին պետք է ճիշտ պատասխանեն եւ 10-ից 11-րդ դասարանցիները 24-ից 22 հարցին պետք է ճիշտ պատասխանեն։ Այսինքն շատ պատրաստված պետք է գնալ եւ արդեն իսկ նաեւ նշանակվել են այն վայրերն ու այն հանձնաժողովները, որոնք երեխաներից վերցնելու են այդ քննությունները։ Այլապես ձեր երեխաները որևէ պարագայում չեն կարող սովորել Ռուսաստանի Դաշնության դպրոցում։